Մադինա գյուղը գտնվում է Արմաղան լեռան ստորոտում, ծովի մակարդակից 2200 մետր բարձրության վրա, Սևան Մարտունի մայրուղուց 15 կիլոմետր ընդամենը հեռու է, բայց շատ էկզոտիկ մի տեսակ գյուղ է, որովհետև այս գյուղը ունի չափազանց դաժան խիստ կլիմա, ձմեռը տևում է 4-5 ամիս, երբեմն կես տարի, եւ այդ ընթացքում գյուղը ուղղակի փակվում է, կտրվում է ամբողջ աշխարհից, մինչև վերջին տարիներս երևի կլիմայական փոփոխությունների հետ մի քանի տարի է, որ այդ ճանապարհը կարծես թե այդքան էլ անհաղթահարելի չէ, բայց ընդհանրապես միշտ այս գյուղը գրեթե կես տարի կտրված է եղել ամբողջ աշխարհից։ Եվ եթե դուք լինեք Մադինայում, կլսեք շատ տարբեր պատմություններ դրա մասին, դրսից օրինակ ձմեռվա ամիսներին հարս բերելու գրեթե անհնարինության, կամ ծննդկաններին, հիվանդներին, ինչ-որ պատահարի ենթարկվածներին մոտակա Մարտունի քաղաքի հիվանդանոց հասցնելու հետ կապված, ու գյուղացիները իրենց գյուղը բնորոշում են միշտ որպես Սիբիր, տայգա, նույնիսկ շատերը ասում են Սիբիրից էլ դաժան մի տարածք է, այստեղ կլիմա է, կլիմայական առումով, եւ այդ ճանապարհը հաղթահարելու ձևերն էլ են, պրակտիկաներն էլ են երբեմն շատ էկզոտիկ, նախ անպայմանորեն տրակտոր է պետք, այն էլ 2 տրակտոր, որ իրար օգնելով ձյան այդ շերտը ազատեն եւ մարդիկ հնարավոր լինի կարողանան դուրս գալ, բայց նաև պատմություններ կան այս գյուղում շատ, թե ինչպես տղամարդիկ իրենց կանանց, որոնք պիտի ծննդաբերեին ուրբորե, շալակով կարող է դուրս բերեին, եթե գյուղում սարքին տրակտոր չկար, կամ շատ նաև որպես լծվում էին իրենք սայրին եւ սայլով դուրս բերում։ Այս սայրին լծվելու, իբրև լծկան լինելու մարդկանց այս պատկերը այս գյուղի համար շատ բնութագրական էր, բայց ոչ միայն բնակլիմայական պայմանների հետ կապված։ Դաժան եւ խիստ ձմեռվա խոսույթը գյուղի հետ կապված ակտիվացավ հետխորհրդային շրջանում, երբ որ գյուղի անվանափոխության հարց դրվեց։ Ընդհանրապես մադինացիները, ինչքան էլ որ այդ խիստ կլիմայում են, բայց իրենք շատ սիրում են իրենց գյուղը, բայց ոչ գյուղի անունը, միշտ խնդիր են ունեցել, պատճառը այն է, որ իրենք կապում են արաբական դվաճման շրջանի հետ, երբ որ արաբները եկան այստեղ, փոքրիկ բնակավայր էր, ըստ գյուղական պատումի, որտեղ 2 եկեղեցի կար ու իրենք տեսան, որ ոնց այս փոքր բնակավայրում 2 եկեղեցի ու համեմատեցին մահմեդականության երկրորդ գրեթե քաղաք Մեքքայից հետո Մեդինայի հետ, հարուստ սրբավայրերով, ու այդպես հնչյունափոխվելով ըստ պատումի դարձավ Մադինա։ Եվ գյուղում 2 տարբերակ էր, գյուղացիները իրենց պաշտոնապես դիմում են Հայաստանի կառավարությանը եւ ունեին սեփական տարբերակները, մեկը Արմաղանն էր, մյուսը Արգիջին, Արմաղանը իհարկե ոչ միայն Մադինայի, այլև Մարտունու տարածաշրջանի բոլոր գյուղերի ֆիզիկական եւ սրբազան լանդշաֆտի ամենակնառու կարևոր կետն է, որտեղ գոնե տարվա մեջ մեկ անգամ բոլորը բարձրանում են Վարդավառի տոնին եւ այնտեղ Վարդավառյան այդ տոնակատարություններն են տեղի ունենում, իսկ Արգիջին գետն է, շատ գեղեցիկ, որ Արգիջի այդ ձորակով է հոսում, որը էլի գյուղական առօրյականության մեջ կարևոր դեր կատարած ֆիզիկական օբյեկտ է, բայց չգիտեմ ինչ պատճառաբանությամբ կառավարությունը չի ընդունում ոչ մի տարբերակ եւ առաջարկում է սեփականը սառցագետ կամ ցրտագետ, որի հետ էլի մադինեցիները անհաշտ են, ասում են, որ իրենք չեն ուզում, որ այդ դաժանությունը եւս մեկ անգամ շեշտվի նաեւ անվանման մեջ, եւ ինչպես իմ բանասացներից մեկն է ասում, ստեղ սուրովի ձմեռը, ասենք ինչ սառցագետ անունը կարդանք ու դողանք,
ու առաջինը ես եմ եղել, որ հրաժարվել եմ ու այդպես թեման փակվում է, բայց ես ինչքան գիտեմ, հիմա վերջերս էլի շատ ակտիվացել է այս թեման։ Ինչևէ, այս չցանկանալը իրենց խստությունը շեշտելը այստեղ շատ որոշիչ էր։ Ընդհանրապես մադինեցիների նախնիները եկել են այս տարածաշրջան, ոչ թե Մադինա, այլ Մարտունու գյուղեր 1828-29 թվականների ռուսական պատերազմից հետո հիմնականում Մուշից եւ Ալաշկերտից եւ սկզբնապես նրանք հաստատվել են հարևան ներքին Գետաշեն գյուղում, ընդամենը մի քանի կիլոմետր տարբերություն ունի, բայց ինքը իր պայմաններով էականորեն տարբերվում է Մադինայից, բայց մադինեցիները հաստատվել են Մադինայում միայն 1930-ականներին։ Եվ հարց է առաջանում, թե ինչու այդպես ստացվեց, ինչու մի քանի ընտանիքներ հանկարծ հայտնվեցին Մադինայում։ 2021 թվականին մենք այդպես փոքրիկ հետազոտությամբ այս տարածքում էինք եւ եղանք թերևս ամենահայտնի մադինեցու ազնվագույն մարդ եւ նկարիչ Ներսես Կարապետյանի հայրական ընտանիքում եւ ծանոթացանք իր եղբոր հետ, ինքը չկա, կենթանի չէ, Ներսես Կարապետյանը եւ նրա աղջկա Լիլիթի հետ, որը մեր լավ բարեկամն է դարձել, ու իմացանք, որ իրենց Լիլիթի պապիկը, այսինքն Ներսեսի հայրը, ունի հուշագրություն եւ նաեւ շատ ակտիվ ընտանեկան այդպես հիշողություն ունեն, որ Մադինան ձևավորվել է խորհրդային կոլեկտիվացման եւ զուգահեռ ընթացող կուլակաթափության քաղաքականության համատեքստ։ Հետո անցյալ տարի լրիվ այլ այս դեպքում բռնակցորի էլի համատեքստում արցախցիների բռնատեղահանության հետ կապված կրկին մենք մեր խմբով Մադինայում եղանք եւ այս անգամ էլ Արտակ Կարապետյանի գյուղի տնօրենի տանն էինք եւ ինքն էլ ասեց, որ էլի նույն տոհմից են իրենք, ասեց, որ իր հայրն էլ ունի հուշագրություն։ Ես ծանոթ եմ մասամբ, ոչ ամբողջապես, բայց Գուրգեն Կարապետյանի, Ներսես Կարապետյանի հոր հուշագրությանը։ Ու այս հարցը մեզ համար շատ հետաքրքրական թվաց, որ մենք էլ նույնիսկ կատակելով ասացինք փաստորեն որպես Սիբիր ձեզ ուղարկել են Մադինա, իրականում դա փաստորեն այդպես էլ կար, մարդկանց ակսորել էին Մադինա որպես կուլակներ։ Նու այսօր ներին խոսեց կոլեկտիվացման եւ կուլակաթափության քաղաքականության մասին, ես մի երկու բառով ուղղակի ասեմ, որ 1929 թվականի նոյեմբերին, երբ որ Կոմկուսի կենտկոմի պլենումը եղավ, ինքը վերցրեց համատարած կամ համընդհանուր կոլեկտիվացման կուրսը, արագորեն 1-2 տարվա ընթացքում դա ավարտելու եւ որ ընթանում էր կուլակաթափությանը զուգահեռ, որոշիչ էր 1930 թվականի հունվարի 21-ի Ստալինի հոդվածը Կրասնայա Զվեզդայի 16-րդ համարում կուլակությանը որպես դասակարգ լիկվիդացնելու այդ վերնագրով, որտեղ խնդիր էր դրվում անցում կատարել գյուղում կապիտալիստական տարրերի արտաքսումից կամ սահմանափակումից դեպի կուլակության որպես դասակարգի ոչնչացմանը եւ հայտնի է, որ թեև կոլեկտիվացումը ինքը կամավոր էր հռչակվել ի սկզբանե, սակայն ամենաբռնի մեթոդներով էր իրականացվում եւ կուլակաթափության ընթացքում նաեւ կուլակների կատեգորիաներ առանձնացվեցին, 3 կատեգորիա, առաջին այն կատեգորիաներ այսպես կոչված հակահեղափոխական ակտիվիստ կուլակներն էին, որոնց սպառնում էր ձերբակալությունը եւ համակենտրոնացման ճամբարները, մինչ ընդհուպ միջև պատժի առավելագույն ձև, երկրորդ խումբը էլի ակտիվիստ կուլակներն էին, ովքեր խորհրդային միության հեռավոր շրջաններ էին ակսորվելու ունեզրկումից հետո եւ երրորդ խումբը նրանք են, որոնք կոլեկտիվ տնտեսությունների սահմաններից դուրս պիտի բերվեին այլ հողատարածքներ միևնույն շրջանի տարածքում ենթադրաբար այս մեր ներքին գետաշենցի այս 7-8 ընտանիքները ըստ էության այս երրորդ կատեգորիան պետք է ներկայացնեին։ Ես մոռացա ասել, որ
Այսին ելույթը ընդունեք որպես հաղորդում, ավելի շատ հաղորդման ձևաչափով, որը իհարկե ավելի ծանրակշիռ հետազոտություն դառնալու համար եւ հավելյալ դաշտային աշխատանքի եւ հատկապես արխիվային փաստաթղթերի հետազոտության կարիք ունի եւ նաեւ բուն այդ երկու հուշագրությունների։ Թե որոնք են կարևոր հարցը ովքեր էին կուլակները, այս բոլոր հարցադրումները մենք տեսնում ենք արծարծված երկու հուշագրությունների մեջ, դե կուլակության չափորոշիչների մասին ինչպես էին որոշվում եւ խորհրդային մակարդակով ընդհանրապես բավականին գրված է մեր հայկական իրականության մեջ եւս կան անդրադարձներ Տիկին Խառատյանն է իր խորհրդային բռնաճնշումները Հայաստանում գրքի ծավալուն մասում անդրադառնում կուլակության խնդրին, թե ովքեր պիտի լինեին կուլակները եւ եզրահանգում, որ Հայաստանում խորհրդային չափանիշներով կուլակներ իհարկե չկային եւ չքավորությունից բարձր գյուղացիները արդեն ենթարկվում էին կուլակաթափության, շատ հետաքրքիր կոնկրետ օրինակներով օրինակներ է բերում Գրիշա Սմբատյանը իր երկաթե բարագիրից այստոմ գրքում, որ ցույց տալով, որ մարդիկ, որոնք իրենց ամբողջ կյանքը ապրել էին, աշխատել էին, արարել էին ոչ միայն իրենց համար, այլ հատկապես 20-ականների հետ 30-ականների ծանր սովի, Սյունիքում թևածող սովի պայմաններում իրենք դարձել էին շատերի համար, այդ չքավորների, աղքատների համար փրկության օղակ, բայց հետո ինչպես հենց նրանց կողմից էլ երբեմն ցուցումների շնորհիվ այս մարդիկ ուղղակի դարձան զոհը քաղաքական պատմությունների։ Այս ամենը պարզ է, բայց նաև միաժամանակ սա չի նշանակում, որ խորհրդային միությունում չէր ստեղծվել նորմատիվ իրավական բազա, թե ովքեր էին իրականում կուլակները եւ վերջին շրջանում հետխորհրդային շրջանում հատկապես այդ բյուրոկրատական փաստաթղթերի վրա հիմնված հետաքրքիր հետազոտություններ կան, ես հատկապես Դոբրո Նոժենկոյի աշխատանքը կառանձնացնեի, որտեղ ինքը ցույց է տալիս ԽՍՀՄ եւ ՌԽՖՍՀ նարկոնֆինի փաստաթղթերի հիման վրա, որ այդ նորմատիվ իրավական բազան դրանք ոչ միայն հրապարակված դիրեկտիվներն էին, ցուցումներն էին, այլ նաև դրա մաս էր կազմում ստվերային օրենսդրությունը, որը տեղերին ուղարկված հրահանգներն էին, շրջաբերականներն էին, տեղական պայմաններից ելնելով թույլ էին տալիս ընդլայնել կուլակության այդ հատկանիշները, այսինքն ցանկը, թիվը, ընդհանուր միջև դասակարգային անձանց նույնականացնել քաղաքական չափանիշները։ Այն ինչ որ մենք անընդհատ տեսնում ենք։ Եվ Մադինեցիների այս հուշագրությունները եւս մեկ անգամ փաստում են հայտնի իրողությունը, անգամ աղքատ գյուղացիներին աքսորի ենթարկելու մասին, ու ես մի երկու մեջբերում անեմ, որպեսզի խոսքս ավելի այդպես խոսուն լինի։ Գուրգեն Կարապետյանի հուշագրության մեջ կարդում ենք. Իմ ծննդավայրը Ներքին Գետաշեն գյուղն է, մեր թաղը վանքի թաղ էր կոչվում, ամենուր իշխում էր ապականություն, տգիտություն եւ խավար։ Չեմ հիշում որևէ մեկին նորմալ հագնված։ Հիշողությանս մեջ մնացել են տկլոր, բոբիկ, ցեխոտ ու մրոտ, վտիտ երեխաներ։ Մեր երեխաների զբաղմունքը ժամանակի խաղերն էին, անասուն դաշտ տանել պահելն էր, եթե կար անասուն։ Գյուղի կյանքը առհասարակ աղքատ էր ու տխուր։ Կուլակ էր համարվում այն գյուղացին, որն ուներ մի լուծիես, 2-3 կով, մի քանի ոչխար։ Ըստ Խորեն Կարապետյանի որդու Արտակ Կարապետյանի իրենց աքսորել են ընդամենը մեկ զույգ լծկան ունենալու համար։ 1900-ը քանի զույգ գնալու հարցը։ Մի լծկանը կարող է 6 զույգ լինի, եւ իսկապես դա բավական բարձր է։ Մեկ զույգ լծկան ես, մեկ զույգ լծկան։
մեկ զույգ ֆլոցկան, կարող է երկուսը լինեն, 1930 թվականից սկսեց համատարած բռնի կոլեկտիվացում։ Գյուղացիներից տարան մանր ու խոշոր եղջերավոր անասուններ, հողազրկեցին, Սերմնացուի անվան տակ բռնությամբ տարան վերջին հատիկը։ 32 թվականից սկսեց սով, եղան բազմաթիվ սովամահության դեպքեր։ 33 թվականին սովը հասավ գագաթնակետին։ Բազմաթիվ հայ ընտանիքներ սովի ճիրաններից փրկվելու համար գնացին Նախիջևան, Ղազախ, Կիրովաբադ եւ այլուր։ Այսպես շարունակվեց մինչև 35-36 թվականները։ Այս հեղինակը Գուրգեն Կարապետյանը հետաքրքիր բացատրություն է տալիս ընդհանրապես աքսորին, որովհետև թե ինչպես իրեն ձմեռնամուտին աքսորը կազմակերպեցին, դե պատկերացնելի է Մադինա ձմեռնամուտին առանց որևէ բանի այդ չինովնիկներից մեկի ուղեղում ծագում է նենք պլան, ներքին գետաշայնի կուլակ դասակարգված, բայց իրականում խեղճ ու աշխատասեր գյուղացիների մի խմբին աքսորել Մադինա կոչվող բնակատեղի սարերի մեջ, Արմաղան լեռան մոտ, ուր ամառը չքնաղ էր ու ալպիական բնություն ամենուր, եւ հարևան թուրք ֆուրտ քոչվորների յայլա էր ծառայում, այստեղ ադրբեջանցիների սարատեղի էր իրականում ինքը, որոնք հենց ամառվա ամիսներին էին գալիս, իսկ ձմեռը նրանք չէին մնում այստեղ։ Ու ասում է, դե խորհրդային գաղափարախոսությամբ եղբայրական ժողովրդի համար մեր բարիքները անվերապահորեն էր տրվում։ Իսկ ահա ձմեռները սարսափելի, Սիբիրի նման, Սիբիրից էլ դաժան պայմաններ էին, որին պիտի չդիմանային կուլակները։ Իսկապես հանճարեղ էր պլանավորված։ Ձմեռնամուտին աքսորել Մադինա բացահայտ մահվան դատապարտելով մարդկանց, փոխարենը խնայելով Սիբիր աքսորելու ծախսը։ Մի խոսքով այդ ամենը ծախսը։ Առաջին ձմեռը մի կերպ հաղթահարում են, երբ որ ասում են գարունը բացվեց, էլի մենք լծկան դարձան մարդիկ ու սկսեցին հերկել հողը։ Մանրամասներ կան նաև շատ այդ կուլակացափության գործընթացում կամայականությունների մասին, այս 7-8 ընտանիքներից բոլորի Մադինա են աքսորում, Խորեն Կարապետյանի ընտանիքին Մադինայից էլ այն կողմ Օրթաքենտ բնակավայր է եղել։ Անհասկանալի էր, թե այս ընտանիքին ինչի որոշեցին ուղարկել Օրթաքենտ, ու ինքը պատմում է, որ հոր պատմածով, որ այնտեղ շատ ավելի ծանր պայմաններ էին, եւ իրեն գնում են մտնում են մի տնանման մի կացարան, հաջորդ օրը գալիս է այդ կոմունիստներից մեկը, այդպես էլ ասում է, ու այդ տնից դուրս է հանում ու իրենք մնում են լրիվ դրսում։ Ու ասում է, եթե չլիներ մեկը Սելվեր Համո անունով այդ գյուղից, որ չտաներ իր գոմը կիսում է երկու մասի, կեսում անասուններն էին, կեսում այդ մարդիկ մնում են, մինչև գարունը բացվում է։ Մենք ասում ենք, այդ ընտանիքը ուղղակի չգիտեմ ինչ կլիներ իր ճակատագիրը, ու այն որ Ֆիցպատրիկն է կարծեմ ասում, որ ունեզրկումից հետո անմիջապես արտաքսումներ կուլակների սպառնում, բայց դե հետո շատ դեպքերում ինչ էր լինում իրանց հետ, այդքան էլ պարզ չէր, եւ նաեւ այն մանրամասնը, որ կուլակաթափությունը դրսից տարվող գործողություններ, այսինքն ճիշտ է գյուղական խորհուրդները ներսում իրենք մասնակից էին, բայց անպայմանորեն դրսից քաղաքից կոմունիստներ, ուսանողություն, նրանք եւս ուղարկվում էին, որոնք իրար հետ իրականացնում էին, այս մի կոմունիստը նույնպես դրա դրսևորումը կա հենց հուշագրություններում, եւ երրորդ բանը, որ ավելի շուտ վերջինը, որտեղ ժամանակը սպառվում է, գանեն, որ խոսում էր, համեմատում են իրենց նախկին աքսորների հետ, դա այս հուշագրություններում նույնպես կա, ոնց Գուրգեն Կարապետյանը ասում է, որ այս մեր աքսորը հիշեցնում է երիտթուրքերի, այն ինչ որ սովետական երկիրը արեց իր քաղաքացիների նկատմամբ, դա նույնն էր, որ երիտթուրքերը արեցին Թուրքիայում հայերի նկատմամբ, ինչպես այնտեղ սկզբնապես հավաքեցին ու աքսորեցին մտավորականության, այսինքն լավագույն խավին, այնպես էլ այստեղ կուլակությանը կամ այդ որակավորումը ստացած մարդկանց։ Ինչևէ, սրանք իհարկե հուշագրություններ են, գրվել են հետխորհրդային շրջանում, կոնկրետ Գուրգեն Կարապետյանը 2007-ին է սկսել, եւ այսինքն իրենք կրում են իրենց փորձառության ազդեցությունը,
բայց միևնույն է իրենք իրենց մանրամասների առումով տվյալ ժամանակաշրջանի հետազոտության համար կարևոր սկզբնաղբյուրներ են եւ իմ ներկայացնելիքը դա է, բայց նորից եմ կրկնում, որ սա ավելի ըստ նյութը մանրամասն հետազոտության կարիք ունի։ Շնորհակալություն։